Ուսանագանը էլի ժողովրդական երաժշտության ճյուղերից մեկն է, որ ուսումնասիրված չէ։ Տարբերությունը ասեմ աշուղականի, հիմնական տարբերությունը այն, որ լեզվական արդեն լուրջ խնդիր կա, հազարամյակների ուրեմն անջրպետ կա աշուղականի եւ ուսանագանի մեջ, խորենացուց եմ ասել Կուսան Նազենի, միակ Կուսանի անունը, որ Վահագնի ծնունդն է նկարագրում, այո, երկներ երկին, երկներ երկիր։ Դա Կուսան Նազենի ստեղծագործությունն է։ Կուսանները միայն եղել են պալատներում, փառաբանել են բազմաստվածներ այդ ժամանակաշրջանում, աստվածներին են գովաբանել, արքաներին եւ զորապետներին։ Իսկ աշուղները 15-16-րդ դարերից հետո առաջացած մի ճյուղ է, որը համարվել է պրոֆեսիոնալ եւ Բարարմատերը երկուսի բարարմատն է օտար է, աշուղականը էշք արմատից է, այն որ ասում են այս դրացիների անունը չեմ էլ ուզում տալ, այդ դրացիների բառը իրեն գղ հնչյուն չունեն։ Էշք արմատն է, արաբական է, բայց Հայաստանում այն դարձել է իր հնչերանգը ստացել է եւ Կոմիտասը սրա մասին էլ է գրել, ասում է այսպես, ասում է հայկական լեռնաշխարհում այնքան ինքնատիպ դարձավ աշուղական երկարվեստը, որ ես այն որոշեցի վերանվանել Կուսանագանի։